Ժամանակակից ու զարգացած քաղաքներում գետերը դարձել են ոչ միայն գեղատեսիլ վայրեր, այլև ընտանիքով հանգստանալու, զբոսնելու ու ժամանակ անցկացնելու հանրային տարածքներ։ Այլ է պատկերը Երևանում։ Բնությունից մեր քաղաքին նվեր այս վայրը կարող էր դառնալ հանգստի սիրված վայր երևանցիների եւ քաղաքի հյուրերի համար, բայց կարծես այնքան էլ այդպիսին չէ։ Մանկության տարիներից այստեղ հաճախ եկող եւ իր հանգիստը ձկնորսությամբ անցկացնող այս տղամարդու համար հին ժամանակների հետ հիմնական տարբերությունը կեղտոտությունն է, ահավոր։ Ո՞րն է պատճառը։ Ապիշքամ կանալիզացիա կա էլի եմ ասում, գալի լսվում է ջուրը։ Ասեմ բարձացեք մի քանի բասեին վերև, հոտից կխեղդվեք։ Նա ունի խնդիրների լուծման իր տարբերակը։ Մեզի թոտան բնավ պահպանության նախարար, այնվաղ կգան զորը կտենան։ Ոնց են անում։ Ինչ է կանելու էլի։ Մաքրություն, սա ամեն ինչը, ծառերը, թո էտեն, մետեն, սիունացնեն, ոնց որ կոմունիստներն են արել։ Բասեինները թո մաքրեն, ճայի ճադարը, էտա, թո հետևեն։ Ընկերոջ տեկար ուտել խմելու։ Բարիլն են թողան տեսան, թո ասեն ձեր աղբա հավաքեք, լիքը աղբամաններ կա, ալարում են, ելեն, վեկալ են թափեն իրանց աղբամանի մեջ։ Հենց հիմա գնացեք այն ճանապարհով, տեսեք ինչքան աղբ կա։ Նույն խնդրի մասին խոսեց նաև մեկ այլ ձկնորս, որը չցանկացավ կադրում Երևան։ Շատ հարմար է, ուղղակի շատ են կեղտոտում, իրանց հետևից չեն հավաքում, բնության մասին չեն մտածում։ Մարդը պետք է խոզից տարբերվի, իսկ ստեղ մարդիկ գալիս են, ուտում են, խմում են, իրանց հետևից չեն հավաքում, մենակ դա է։ Թե չէ մի հրաշք տեղ է մեր կիրճը ու շատ լավ, մաքուր, որ պահեն, հրաշք տեղել կմնա։ Թողանալ չի թույլատրվում, որովհետև ջուրը աղտոտված է շատ։ Ինքը ռեստորաններ, հիմնարկներ, կոյուղիներ կան մեջը։ Պարզվում է, գետի աղտոտվածությունից այնուամենայնիվ շահողներ կան։ Բաց ենք թողում, ստեղի ձուկնորսությունը զոտ սիրողական է, ստեղի ձուկը ուտելու չի, կոյուղին շատ է, ծանր մետաղները շատ են ջրի մեջ, ստեղի ձուկը չի, ուտելու չի։ Ուղղակի սիրողական, բռնում ենք, բաց ենք թողում։ Իրենց հանգիստը Հրազդանի կիրճում անցկացնող շատ մարդիկ չենք տեսնում, նաև հենց այսպիսի տեսարանների պատճառով։